Չկա մեկ ավելի լավ բան, քան առավոտյան քո պատրաստած սիրելի սուրճն ու թխած թարմ մի կալոն վայելելու այս գեղեցիկ ծաղիկների ներքո, մեր պատշգամբում թռչունների դայլալի ներքո։ Տեսեք որքան հաճելի պահ է հիմա ինձ մոտ։ Առավոտյան ես այսպես մեծ բաժակով եմ խմում սուրճս։ Ինչ գեղեցիկ թերթիկներ են, բնության հրաշք։ Տեսնես ու այն թռչնակով այդպես անուշ երգում է, որտեղ է այն թաքնված, այստեղ մի տեղ է այն թաքնված։ Մաղթում եմ ձեզ խաղաղ առավոտ և բարի օր օրվա ընթացքում։ Կարծում եմ, որ դուք սիրում եք ինձ նման իրեր իրենց պատմությունով, իսկ դուք սիրում եք զարդեր իրենց պատմությամբ։ Մինչ կներկայացնեմ ես տվյալ զարդը, մի փոքր խոսեմ այդ մասին։ Կան ընդհանրապես իրեր կամ թեկուզ հենց զարդեր, որոնք այո, իսկապես ունեն իրենց պատմությունը, երևի թե շատերին էլ փոխանցվել է իրենց մայրիկներից, տատիկներից ընտանեկան զարդեր, որոնք ոչ միայն իրենցից ներկայացնում են զարդեր, այլ նաև արժեքներ։ Եվ այս զարդը, որ ես ձեզ կներկայացնեմ շատ շուտով, այդ զարդերի թվին է պատկանում։ Այսպիսի մի հետաքրքիր դեպք տեղի ունեցավ ինձ հետ, երբ ես ներկայացնում էի իմ տեսանյութերից մեկի մեջ սաթե զարդեր, այսինքն մեր լեզվով ասած յանտար էի ներկայացնում, իմ բաժանորդներից մեկը ինձ դիմեց հետևյալ հարցով. ես փնտրում եմ մի բրոշ, կօգնեք ինձ գտնել այդ բրոշը, Լուսինե ջան, եւ ես սիրով համաձայնվեցի, քանի որ զարդերը իմ հոբին է, իսկ ընտանեկան արժեքները եւ առհասարակ արժեքները ինձ համար շատ կարեւոր են։ Բաժանորդուհիս ինձ ասաց, որ ժամանակին ինքը նմանատիպ բրոշ է նվեր ստացել իր տատիկից, սարդի տեսքով սաթե մի բրոշ, որը տարիների ընթացքում կորցրել է, թե կորել է, չգիտեմ, ամենայն դեպս նա փնտրում է այդ բրոշից եւ դա իր համար շատ կարեւոր է, քանի որ լավ հիշողություններ է արթնացնում իր մեջ իր տատիկի մասին, եւ դա ոչ միայն բրոշ է, այլ նաեւ ընտանեկան արժեք իր համար։ Եվ ես իհարկե փորձեցի օգնել նրան, ու ինչ գտա ես այդ բրոշից, փորձեցի ամենալավ վիճակում այն ձեռք բերել, գրեթե նոր, որովհետեւ հիմա սահմանափակ թվով են այդ բրոշներից հանդիպում, այն էլ ոչ այնքան լավ վիճակում պահպանված, եւ երկար որոնումներից հետո ես գտա այն, ինչ մեզ պետք է։ Եվ ես շատ ուրախ եմ, որ կարողացա օգտակար գտնվել եւ օգնել նրան գտնելու իր մանկության երազը, այն քաղցր հիշողությունները, ջերմ հիշողությունները իր տատիկից, այժմ նա կունենա իր զարդատուփում եւ մշտապես սիրտը կջերմանա այդ վառ հիշողություններով։ Դա ոչ միայն բրոշ է նրա համար, այլ նաեւ խորհրդանիշ, ընտանեկան արժեքներ, ավելին է, քան բրոշը, այսպես կարող եմ ասել։ Եվ ինչն է այս պատմության մեջ հետաքրքիրը, որ զարդը գտնում է իր տիրոջը, այսինքն երբ մարդը փնտրում է, հաստատ գտնում է։ Եվ նա իհարկե ուղարկեց ինձ այդ զարդի նկարները, դա մի բրոշ էր, խորհրդային տարիներին այդ բրոշները վաճառվում էին ոսկերչական խանութներում, ոսկյա եւ արծաթե զարդերի հետ, այդ զարդերը, որոնք կային նաև բյուժետերիայի տեսքով ոսկերչական խանութներում, դրանք կիսաթանկարժեք քարերից պատրաստված զարդեր էին եւ մասնավորապես սաթից, յանտարից բրոշներ եւ համապատասխան պլոմբայով, լատունային մետաղով, սաթե ինչ-որ դեկորացիայով եւ ոսկե պատված էին, ոսկե ջրված այդ զարդերը եւ շատ պոպուլյար էին այն տարիներին։ Կալինինգրադի գործարանի սաթե բրոշների մասին է խոսքը։ Համ սրճենք, համ էլ ցույց տամ ձեզ, որ բրոշի մասին է խոսքը։ Իսկ դուք պատրաստ եք տեսնելու այդ բրոշը։ Հիմա ցույց կտամ։ Տեսեք ով է նստել իմ կողքին, միշտ գալիս է նստում է իմ կողքին, իմ գոպիկը, իմ սիրունը, իմ պուճուրիկը, այ սիրունիկ, այ պուճուրիկ։ Եվ այսպես հերթական բրոշը գտավ իր տիրոջը,
իրեն արժանի տիրոջը, որովհետև ես սիրում եմ, երբ զարդերը հանդիպում են հենց իրենց տիրոջը։ Սա շատ ունիկալ բրոշ է, զարդ իր պատմությամբ եւ նաև հազվագյուտ հանդիպող արդեն անտիկ բրոշների շարքին է պատկանում, կարծես մի կաթիլ մեղր լինի, շատ գեղեցիկ է, լատունային թևիկներով, ոտիկներով։ Ես երկար եմ փնտրել այս բրոշից, քանի որ հանդիպում է շատ վատ վիճակով, ոտիկները ծռմռված, արդեն կոռոզիայի ենթարկված, բայց ուրախ եմ, որ այս զարդը լավ վիճակով հանդիպեց ինձ եւ ես անպայման ուզում եմ ուղարկել սա իմ սիրելի բաժանորդուհուն եւ ուզում եմ ասել, որ կարող էի միանգամից նշել իր հասցեն, բայց ես պետք է անպայման ստուգեի, համոզվեի ինչ վիճակում է բրոշը, այնուհանդերձ ապա ուղարկեի։ Դա շատ կարևոր էր ինձ համար համոզվելու, որ անթերի վիճակով եմ ես այս բրոշը ուղարկելու։ Տեսեք փոքրիկ կոլաժ է սարդերով, ուզում եմ ձեզ ցույց տալ ժամանակակից աշխատանքներ, որոնք բնական քարերից են, սա ագաթից է, սա էլ ամիցիստ է, բայց տեսեք որքան կոպիտ է, չես կարող համեմատել այս սաթե սարդի հետ, ինչքան նուրբ ու բնական է, չէ՞ արված։ Տեսեք, թե որքան նուրբ ու բնական կատարված աշխատանք է եւ սա ժամանակակից աշխատանքները, կոպիտ բրուտալ աշխատանքներ, բայց մարդիկ իհարկե գնում են սրանք, քանի որ աղկարա չեն ահա այսպիսի աշխատանքները։ Ես ուղղակի սա ձեռք եմ բերել, որ միասին համեմատենք, համեմատական կարգով ցույց եմ տալիս ձեզ տարբերությունը վինտաժային եւ ժամանակակից աշխատանքների։ Եվ ուզում եմ նվիրել նաև այս գեղեցիկ կախազարդը, բնական միներալ է, վագրի աչք է կոչվում, շատ գեղեցիկ միներալ, բնության մի կտոր, կարելի է օգտագործել թե արծաթագույն, թե ոսկեգույն վզնոցներով։ Այս կախազարդը կարծում եմ դուր կգա քեզ իմ սիրելի բաժանորդուհի, ուզում եմ մի փոքրիկ հուշ թողնել քեզ մոտ ինձանից, օգտագործես թե ոչ, դա դու գիտես, բայց վստահ եմ, որ այն քեզ դուր կգա։ Եթե դու սիրում ես սադ, ապա բնական միներալներ նույնպես կսիրես, սա բնության մի մասնիկ է եւս։ Եվ ամեն անգամ, ամեն լույսի անդրադարձի ժամանակ յուրովի է նայվում այս կախազարդը։ Սա էլ փոքրիկ հուշանվեր իմ կողմից եւ իհարկե այս ճկնաղ գեղեցիկ զարդը ունենաք արդեն ձեր զարդատուփում մի կտոր հուշ ձեր տատիկից։ Եվ ահա եկավ այն հետաքրքիր պահը, երբ իմ սիրելի բաժանորդուհիներից մեկը գնել է այս ականջողերը, այս երկու ճկնաղ գեղեցկուհիները, մեկը հիշեցնում է Վենեցիայի ճարտարապետությունը, այս ականջողերը ես գնել եմ հենց Վենեցիայից, կլիպսներ չեն, պուսետներ են, ինչպես տեսնում եք, եւ սա էլ գնել եմ կրկին Իտալիայից, բայց արդեն Միլանից, ինչպես տեսնում եք, նշված է, որ նիկելից է պատրաստված, նիկելը չժանգոտվող պողպատ է եւ այն ոսկեջրված է։ Եվ այսպիսին է ականջողերը։ Կարծես եւ կլիպս լինի եւ պուսետ, երկուսը մեկում։ Հետևից փակվում է, սա ամենահարմար տարբերակն է, երբեք չեն կորչում այս փականները, չէ՞, որ մյուս ականջողներին այսպիսի փականներ են, չէ՞, հնարավոր է կորեն կամ թուլանան ժամանակի ընթացքում, բայց այս փականները ինձ հանդիպած ամենալավագույն փականներն են։ Տեսեք, թե որքան գեղեցիկ են այս ականջողերը, երկուսն էլ արվեստի գործեր, իսկական զարդեր, բացառիկ նմուշներ, շատ մեծ հաճույքով կարելի է կրել նմանատիպ զարդերը, այնպես չէ սիրելիներ։ Եվ եկավ ամենահետաքրքիր պահը, դուք գիտեք, որ ես երբեք առանց նվերի չեմ կարող թողնել իմ բաժանորդներին, երբ ինձանից գնում են զարդեր։ Եվ ահա երրորդ զարդը, այս ճկնաղ
կանաչաչյա գեղեցկուհին կստանա նվեր իմ բաժանորդուհին, քարերը իրականում կանաչ են, բայց կամերան միշտ կանաչը կապույտ է ցույց տալիս, չգիտեմ ինչով է դա պայմանավորված, կլիպսներ են այս ականջողերը, ես ընտրել եմ նրա ոճին, նախասիրություններին համապատասխան, կարծես ըստ չափսի համընկնում են նախորդ ականջողերին և կարծում եմ, որ նրան դուր կգա, կնելով երկուսը նա նվեր կստանա երրորդը, ահա այսպիսի գեղեցիկ անակնկալներ. Եվ վերջ. Ինչ պատրաստում էի այս տեսանյութը, գնեցին նաև այս վզնոցը, սա մի հետաքրքիր վզնոց է, վինտաժային, տեսեք որքան գեղեցիկ գունային գամայով և բնական քարի խաղիկներով, բայց սա իսկական ամիթիստ չէ, սա իմիտացիա է ամիթիստի, բայց շատ լավ կատարված աշխատանք է, որովհետև ոչ մի հուլունքը նման չէ հաջորդին և դա ստեղծում է իմիտացիա, որ այս հուլունքները բնական են, սակայն ակրիլիկ է նյութը, բայց այնքան հաճելի է մաշկի վրա կրել այս վզնոցը, քանի որ պլաստիկից չէ, իսկ ակրիլիկ նյութերը անմիջապես մեր մաշկին հարմարվում են, քանի որ գիտեք, որ կան նաև ակրիլիկ եղունգներ, մշտապես կիրառվել է կոսմետոլոգիայում և բնականից կարծես թե գրեթե չի տարբերվել բնական եղունգից, այդ իսկ պատճառով ակրիլիկ զարդերը ավելի շատ են ինտեգրվում մեր մաշկին, հարմարվում են, անմիջապես հարմարվում են, եթե նկատեցիք վզնոցը բավականին երկար է, հնարավոր է կիրառել երկու տակից, ինչպես նաև հանգույցով, ահա ամենատարածված տարբերակը, երկու դեպքում էլ լավ է նայվում, այնպես չէ։ Եվ եկեք ուսումնասիրենք տեխնոլոգիան այս վզնոցի։ Սա հատուկ տեխնոլոգիա է, որը այժմ չի կիրառվում, այսինքն յուրաքանչյուր հուլունքը ֆիքսված է թելին և գրեթե հավանականություն չկա այս շարանը պոկվի և հատիկները կորի, եթե շատ ուժ գործադրելու դեպքում էլ շարանը պոկվի, միևնույն է հատիկները չեն թափվի, որովհետև ամուր ֆիքսված են, ամրացված են թելին, այսպես հիմա չեն անում։ Դրա համար ես սիրում եմ վինտաժը և գնահատում եմ վինտաժը, որովհետև ամեն բան մտածված է ի օգուտ գնորդի, իսկ հիմա ճիշտ հակառակն է, ամեն բան անում են, որպեսզի ամեն ինչը շուտ պոկվի, տեխնիկան շուտ մաշվի, հագուստները նույնպես շուտ քորքոտեն և մարդիկ ավելի հաճախ գնումներ կատարեն, մի խոսքով գնորդների իրավունքը այժմ պաշտպանված չի, իսկ նախկինում բոլորը աշխատում էին սպառողների իրավունքներին համաձայն։ Դե ինչ, գնորդը իսկապես շահեց այս վզնոցը ձեռք բերելով, քանի որ այն շատ գեղեցիկ է, շատ որակյալ, հիպոալերգեն նյութերով, այսպիսի նյութերը երբեք կոնցերոգեն չեն, ալերգենածին չեն և հաճելի են մաշկին։ Էկոլոգիապես մաքուր նյութեր են, իհարկե նախկինում մշտապես օգտագործվել է էկոլոգիապես մաքուր նյութեր։ Մանավանդ զարդերի դեպքում, երբ այն անմիջապես հաղորդակցվում է մեր մաշկի հետ։ Եվ իհարկե, երբ հանդիպում են ինձ նմանատիպ նյութերից զարդեր, ես մշտապես գնում եմ։ Անկախ նրանից կկրեմ թե ոչ, բայց ուզում եմ, որ իմ կոլեկցիայում լինի։ Եվ ինչ եմ ուզում ասել, զուր եք կարծում, որ վզնոցները ավելացնում են տարիներ, մանավանդ հուլունքները կրում են տատիներ, ոչ, դա այդպես չէ, եթե համադրվի ամառային որևիցե զգեստի հետ, սարաֆանի հայերեն ճիշտ բառը հիմա երևի թե թարգմանությամբ հենց ամառային զգեստն է, պատկերացնում եք որքան ճոխ կնայվի և վերջի վերջո ժամանակակից խանութներում, Զարայում, Մանգոյում մշտապես առկա են նմանատիպ վզնոցներ, ես ձեզ բազմիցս
ցույց եմ տալիս, որ նորաձև է, պապուլյար է, այդ իսկ պատճառով մի խուսափեք վզնոցներ կրելուց, սիրելիներ, հագուստը մի քանի անգամ հետաքրքիր է դառնում զարդերի արտահայտությունով, ընդգծվում է ձեր ոճը, երբեք չի տուժի ձեր ոճը, եթե դուք գրեք զարդեր։ Անգամ նախկինում, երբ հագուստները կարում էին դերձակները, միևնույնն է, կանայք լրացնում էին իրենց հագուստները աքսեսուարներով, որովհետև միայն թեկուս եւ ինդիվիդուալ հագուստ կրելով դուք չեք կարող ընդգծել ձեր ոճը, այդ իսկ պատճառով աքսեսուարները մշտապես շատ կարևոր ատրիբուտներ են մեր հագ ու կապի համար, մեր ոճը ընդգծելու համար։ Եվ մի վարանեք, մշտապես օգտվեք գրելով ձեր աքսեսուարները, զարդերը, շարֆիկները, ակնոցները, համադրեք ձեր լուքը, ամբողջացրեք եւ ավելի հետաքրքիր էլեգանտ տեսք կունենաք դուրս գալուց առաջ, դուք ինքներդ ձեզանով կհիանաք։ Այս գեղեցիկ հիասքանչ բրոնզագույն կելպերի բրոշը նույնպես վաճառվել է, այսպիսի բրոշները կելպերն են գրել եւ կարծես էթնիկ բրոշ լինի, բայց ուզում եմ ասել, որ ցանկացած հագուստի հետ այն շատ գեղեցիկ է նայվում, շատ իսկապես հետաքրքիր բրոշ է, պատկերացրեք, որ այն լիներ ոսկեգույն, լրիվ այլ կերպ կնայեր, բայց բրոնզագույն երանգը նրան տալիս է յուրահատուկ շարմ, այսպես կարող եմ ասել, եւ թեպետ առաջի հայացքից աչքի ընկնող բրոշ չէ, աշկ շլացնող, այսպես ասած, գույնզգույն քարերով կամ ոսկեգույն մետաղով, այնուհանդերձ շատ խորհրդավոր ու հետաքրքիր բրոշ է եւ ոչ ոքի ուշադրությունից երբեք այն չի կարող վրիպել։ Շատ թեթև է, կարելի է կրել ցանկացած եղանակի, ցանկացած հագուստի վրայից, ինչպես վերնահագուստների վրայից, այնպես էլ ամառային թեթև շորիկների վրայից։ Ունիվերսալ բրոշ է, այդպես կարող եմ ասել, բոլոր ժամանակների համար։ Ակտուալ է այն, խորհրդավոր ու անզուգական։ Այս տպավորիչ բրոշը ես ուզեցա անպայման մնա իմ տեսադարանում։ Ահա այսպես։ Եվ այսպես պղպջակավոր ծրարը, ինչպես տեսնում եք, բրոշին ոչինչ չի սպառնում, այն անվտանգ կհասնի տեղ իր նոր տիրոջը։ Ամենևին անվտանգ կհասնի տեղ։